Ողջույն հայրենակիցներ, այսօրվա հաղորդումը նվիրվում է ապագա մայրիկներին։ Գարեգին Նժդե 31 կոտորակ 36 հասցեում իր հյուրընկալ դռներն է վերաբացել Մամա Միա մանկական խանութ սրահը։ Խանութ սրահն աչքի է ընկնում և առանձնանում իր բարձրաճաշակ և տարբերվող տեսականիով։ Այստեղ շեշտը դրվում է ոչ միայն նրբաճաշակության, այլև որակի վրա։ Ինչպես այդ մտահեղացումը իմ մոտ առաջացավ, նախքին մայրանալս այդ փուլում ես շատ դժվարանում էի, իմ համար հագուստ գտնեի, համապատասխան։ Միշտ սենց մտածում էի, ասում էի, այնքան կուզիմ ինձ է լինի այդ խանութը։ Համոզված էի, որ շատ իմ նման երիտասարդ մայրիկներ, ապագա մայրիկներ նույնպես ունեն այդ պրոբլեմը եւ կցանկանան տեսնել մեր քաղաքում մի խանութ, որից նրանք ամեն ինչ կարող են ձեռք բերել իրանց եւ իրանց ապագա բալիկների համար։ Ինտերնետով սենց կարդացի շատ, ոնց բացեմ, ինչ, այդ ամենը ուսումնասիրելուց հետո սկսեցինք այդ սիրուն պրոցեսը։ Այնտեղ մեր խանութը մինչև վերջին օրը գործում էր։ Թեկուզ ապրանքի շատ մեծ պահանջարկ կար, որը որ չունեինք, դե այդ պատճառով, որ ճանապարհները փակ էին, մենք ինչով կարում էինք օգնում էինք, նույնիսկ այդ վերջի օրերին արդեն, երբ որ շարասյունը արդեն դուրս էր գալիս դեպի Մայր Հայաստան, ասենց ասեմ, ամբողջ խանութը մենք բաժանեցինք, բայց այնքան սրտներս հանգիստ էր, որ մեր հայրենակիցներին ենք բաժանել, չենք թողել, որ փչացնեն, ինչպես որ անում են այնտեղ, ինչ որ կատարվում է, իսկ այստեղ զրոյից նորից վերաբացվեցինք, սկսեցինք այն ակնկալիքով, որ կարողանանք այն համբավը, այն սերը ձեռք բերել, որը որ ունեինք մեր հայրենիքում։ Շատ մեծ ուշադրություն ենք դարձնում մեր հաճախորդուհիների նախասիրություններին եւ ըստ այդմ աշխատում ենք նրանց ցանկացած ապրանքը ունենալ, որպեսզի ապագա մայրիկը, որ մտնում է, չասի, այս մեկը չունեք։ Աշխատում ենք այդ հարցի շուրջ, շատ մեծ ջանքեր ենք գործադրում, նորանոր գոլեգաներ ենք ձեռք բերում, ասեմ, որ հիմնականում աշխատում ենք Ռուսաստանի հետ, Հայաստանի մեր տեքստիլը հիմնականում հայկական արտադրանքի է, մաքուր բամբակ, Ղրղստան, Ղազախստան, այդ երկրներն են։ Նույնիսկ առաջին ամենափոքր գնումից մենք միանգամից տրամադրում ենք մեր զղջի քարտերը, որոնք որ ոչ կուտակային են, այլ գործում են ամեն ապրանքի դեպքում 10% զղջի քարտեր, դա ամենաչնչինն է։ Շատ հաճախ ենք հայտարարում զղջեր, մեծ զղջեր, հայտարարում ենք ակցիաներ, այսինքն առաջի գնումից երկրորդը ստանում են նվեր, առաջի գնումից հետո։ Սենց ասած աշխատում ենք հետաքրքրություն ստեղծենք, սենց գոհացնենք մեր ապագա մայրիկներին, վերաբերվում ենք իրանց շատ զգուշությամբ, շատ քնքշորեն, դժգոհ մեր կողքից ոչ ոք չի գնացել։ Մենք ամենայն դեպս շատ ենք դրա վրա աշխատում։ Հավելեմ նաև, որ խանութում առկա է փոքրիկի դուրս գրման համար անհրաժեշտ բոլոր պարագաները։ Այցելեք և համոզվեք ինքներդ։ Այսքան ենք նախատեսել այսօրվա համար։ Կհանդիպենք։